Հոկտեմբերի 27 Աստվածաշնչյան ընթերցանություն ամեն առավոտ Չարլզ Սպերջեն Ճշմարիտ է այս խոսքը Երկրորդ Տիմոթեոս 2:11 Պողոսի մոտ 4 անգամ հանդիպում է այս պնդումը Առաջին անգամ Առաջի Տիմոթեոսի 1:15 համարում Ճշմարիտ և ամենայն ընդունելության է արժանի այս խոսքը թե Քրիստոս Հիսուսն աշխարհ եկավ մեղավորներին փրկելու Երկրորդ անգամ մենք գտնում ենք Առաջի Տիմոթեոս 4:8-9 համարներում Աստվածապաշտությունը օգտակար է ամեն ինչի համար, թե ներկա, թե գալիք կյանքի խոստումն ունենալով Այս խոսքը ճշմարիտ է և ամենայն ընդունելության արժանի Երրորդ անգամ այն հանդիպում է Երկրորդ Տիմոթեոս 2:11 համարում Ճշմարիտ է այս խոսքը, որ եթե նրա հետ մեռած լինեինք, նրա հետ էլ պիտի ապրենք Եվ չորրորդ անգամ Տիտոսի նամակում Ճշմարիտ է այս խոսքը և կամենում եմ, որ այս բաները շարունակ հաստատես, որպեսզի Աստծուն հավատացողները բարի գործեր կատարելու ջանք թափեն Այս 4 պնդումների միջև կարելի է կապ հայտնաբերել Դրանցից առաջինը դնում է մեր հավիտենական փրկության հիմքը Աստծո ողորմությամբ, որ մեզ է ուղարկվել Հիսուս Քրիստոսով Երրորդը մատնանշում է կրկնակի օրհնությունը, որ մենք ստանում ենք այդ փրկության միջոցով Վերի աղբյուրների ու ցածի աղբյուրների ջրերի օրհնությունը, այսինքն ժամանակը երկրի վրա և հավիտենության մեջ Աստծո հետ ժամանակը Հեսու 15:19 Երրորդը մատնանշում է պարտականություններից մեկը, որին կանչված են ընտրյալները Մեզ վիճակված է տառապել Քրիստոսի համար, ունենալով խոստումն այն մասին, որ եթե տառապենք, նրա հետ էլ պիտի թագավորենք Եվ վերջինը մեր ուշադրությունը սևեռում է քրիստոնեական ծառայության ակտիվ ձևի վրա, որն արտահայտում է ջանասիրաբար բարի գործեր գործելով Մենք որպես փրկության հիմք ունենք մեզ տրված ողորմությունը և օժտված ենք այդ փրկությանն արտոնություններով այս և ապագա կյանքերում Բացի այդ մենք ունենք երկու ճյուղ, բեռնավորված հոգու պտուղներով Քրիստոսի հետ տառապանքի ճյուղը և Հիսուսին ծառայելու ճյուղը Պահիր քո սրտում այդ ճշմարիտ խոսքերը Թող դրանք որպես խրատ ծառայեն քո կյանքում լինելով քո մխիթարությունը և հորդորը Հեթանոսների առաքյալն ապացուցել է այս խոսքերի իրական լինելը և դրանք ճշմարիտ են մինչ այժմ Այս բոլոր խոսքերն արժանի են ընդունելություն գտնելու Սիրելիներ, եկեք ընդունենք դրանք այժմ և ապացուցենք դրանց ճշմարտացիությունը Թող այս 4 պնդումները գրված լինեն իմ տան պատերին Տերն օրհնի բոլորիդ